ուժը իր որպես գլխավոր պոտենցիալ, որպես գլխավոր հաղթաթուղթ ունի Սամվել Կարապետյանին եւ փորձելու է հենց այդ մարդուն անունը եւ կատարած գործերը օգտագործել քվեներ ստանալու համար, բայց մյուս կողմից Սամվել Կարապետյանը չի կարող ստանձնել վարչապետի պաշտոնը։ Սա թե եւ ուժեղ գիծա քաղաքական ուժի համար եւ պլյուսա եւ մինուսա, որովհետեւ դուք ինչպես նշեցիք, քաղաքացիները կարող է չհամաձայնեն միջնորդավորված կառավարման այդ ինստիտուտին։ Բայց քաղաքացիները համաձայնել չհամաձայնել, բայց սա խնդրահարույց չէ, որովհետեւ օրինակ ասում են Սամվել Կարապետյանը Ռուսաստանում մեծ բիզնեսներ ունի եւ կարող է իր վերաճնշումով ինչ որ Ռուսաստանը մասնակցություն ունենա Հայաստանի Ես քաղաքականությունում այդ մի ավելի ծայրահեղություններ շատ քան հիմա։ այդ ծայրահեղություններ եկեք չընդունեմ, որտեւ ի վերջո մարդը նաեւ Հայաստանի քաղաքացի է, Հայաստանը իր հայրենիքն է եւ այնպես չի, որ շատ հեշտությամբ համաձայնվելու է, որ մի հատ օտար երկրից իր վրա ճնշումներ լինեն։ Բայց ելի եմ ասում, այդ մոդելը, երբ որ քվեն ստանում է մեկը, բայց կառավարում է ուրիշը, ինձ էլ շատ հարազատ չի։